Իհարկե, ես հերոստատիտողներին ուզում եմ ասել, որ Հենրիկը նույնպես զբաղվում է ֆուտբոլով, բավականին վստահ արդեն քայլերն է անում առաջին ֆուտբոլում եւ չնայած դեռ 10 տարին չի լրացել, բայց արդեն Հենրիկին ֆուտբոլային շրջանակներում, հատկապես մեր մասնագետներից շատերը, որոնց հետ վաղ եմ ունեցել զրուցելու, բավականին բարձր գնահատական են տվել Հենրիկի խաղին, Մարինե, եւ պատահական չի երևի, որ Հենրիկը հենց որոշեց ֆուտբոլիստ դառնալ եւ պատահական չէ նաեւ, որ նա միշտ կրում է 11 համարի մարզահագուստը։ Այո, ճիշտն ասած, Հենրիկը դեռ Ֆրանսիայում հոր հետ գնում էր բոլոր պարապմունքներին, սիրում էր ֆուտբոլը, սիրում էր մասնակցել հոր պարապմունքներին եւ երբ որ վերադարձանք Հայաստան, հոր մահից հետո Հենրիկը որոշեց, որ պետք է շարունակի իր հոր գործը։ Դե իհարկե, հայկական ֆուտբոլի վարպետներից Հենրիկի համար ամենապառանհատականությունը դա նրա հայրն է, Համլետ Մխիթարյանը, իսկ ընդհանրապես ֆուտբոլում ունես քո կուռքը, ով է։ Ռոբերտո Բաջո, դե ես կուզենայի, որ դու դառնայիր այնպիսի վառ անհատականություն, ինչպիսին Համլետ Մխիթարյանն էր, ինչպիսին քո կուռքն է այսօրվա Ռոբերտո Բաջոն։ Դպրոց գնում ես, որ դասարան ես։ Երկրորդ, իսկ ո՞նց ես սովորում։ Լավ։ Այ ես տեսնում եմ քույրիկը տան ընթաց, սուսիկ փուսիկ է Մոնիկան, ինչ է ինքը ֆուտբոլ չի սիրում։ Չէ։ Բայց ինչ ես իրեն փոխարեն այդպես վստահ ասում։ Մոնիկա չի սիրում ֆուտբոլ։ Գիտես ինքը երևի այն մարզասերների թվին է պատկանում, որոնք ֆուտբոլի համար ցավում են շատ լուր, հանգիստ, թե քեզ թվում է այնուամենայնիվ, որ նա ֆուտբոլ չի սիրում։ Ես կուզենայի, որ իմ տղան լիներ իր հորպես լավ մարդ եւ լավ ֆուտբոլիստ։ Ես նույն բանը ուզում եմ ասել եւ լավ է, որ Հենրիկն էլ ուզում է շարունակել հոր սկսած գործը։ Իհարկե հաճելի է, որ Ռոբերտո Բաջոն քո սիրած ֆուտբոլիստն է, բայց ես կարծում եմ, որ Հենրիկ Մխիթարյանը նույնպես կլինի այնպիսի ֆուտբոլիստ, Սամվել երևի, որի խաղի մասին հետագայում հաճույքով կխոսեն նաեւ իտալացի մասնագետները։ Ցանկանում եմ դե ամբողջ դպրոցը, Մալաթիայի դպրոցը, որտեղ որ ձեր պապան սովորել է, մեծ վարպետ է դարձել ու քեզ ցանկանում ենք մենք բոլորս, որ պապայի հետքերով գնալ ու պապայից էլ անցնել։